ԱՄՆ-ի ու Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա բանակցային գործընթացի պայմանավորվածությունից ժամեր չանցած իսրայելական զինված ուժերը հրթիռային ավիահարվածներ հասցրին Բեյրութին, քաղաքի կենտրոնական Մազրա, Մանար, Էյն էլ-Մրես եւ Բարբուր շրջաններին, նաեւ հարավային Արվարձանի 8 շրջաններին։ 160 հրթիռային հարված 10 րոպեների ընթացքում մարդիկ խուճապահար մի կերպ իրենց այսօայն կողմ են նետում պատը սպառվելու համար։ Լիբանանը ագանադես եղավ ամենամեծ արյունալի օրին։ Սոցիալական ցանցերում Բեյրութում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները գրառումներ կատարեցին, տեսանյութեր տարածեցին։ Բեյրութ հայաբնակ թաղամասեր ունի, հրթիռակոծված հատվածներում հնարավոր է հայեր կան։ Հայկական համայնքի մեջ բարեփոխտապար մենք զոհեր կամ վիրավորներ չունենք, ոչ էլ փլադակ թաղամասեր ունենք, բայց գրնանք հանդիպիլ, նա ոչ ոք կրնա իմանալ մինչև վերջնական ծանգերու հայտարարությունը, որովհետև հիմա Բարբուր, Կորնիշ, Մազրահա, Այնեցինի, Հայսելում եւ այլն այս շրջանները, այսինքն հայկական կամ հայաբնակ շրջաններ չեն, բայց այդ մեկը չարքիլ էր, որ գրնան հայեր նաեւ բնակիլ։ Երկին ցավը կմնա մեր ցավը, մտահոգությունը, վախը, այս բادرազմական վիճակը վերջո մենք Սերդին 18 համայնքները մեկն ենք, մենք կարևոր մասնիկ ենք ողնաշարին եւ երկրին ցավը մեր ցավն է։ Ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերին բնորոշ ձեռագիրն է հայտարարել զինադադարի բանակցային գործընթացի մասին, բայց մինչև այդ կամ դրանից հետո թիկունքից հարվածել բանակցող մյուս կողմին։ Իսրայելը անտեսեց Իրանի 10 կետերի մաս կազմող պահանջներից մեկը՝ Լիբանանին չհարվածելը։ Այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, Իսրայելի լոբբիի պատերազմն է։ Միացյալ Նահանգները փորձում են դուրս գալ այս պատերազմից, բայց իրեն երևի թույլ չեն տա դա անել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպացի պաշտոնյան կոչ է արել հրադադարի ռեժիմը տարածել նաեւ Լիբանանի վրա։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X-ի էջում գրել է, թե Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում Լիբանանում մասշտաբային ավերածությունները։ Իսրայելի գործողությունները լուրջ լարվածության տակ են դնում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարը, որը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա։ Իսրայելին ձեռ չի տալի խաղաղությունը, որովհետեւ ինքը շատ լավ գիտի Նետանյախուն, որ խաղաղություն հաստատելուց հետո, եթե իրոք խաղաղություն հաստատվի, ինքը քրեական պատասխանատվությամբ է ենթարկվելու։ Քաղաքակիրթ արևմուտքի համար ըստ փորձագետների նոր տակտիկա է բանակցային գործընթացները իրանական կողմի հետ հաջող կանցնեն, թե ոչ, կգան կողմերն ընդհանուր հայտարարի, ժամանակը օգտագործել նոր թիրախներ ոչնչացնելու ուղղությամբ։ Ամերիկա-իսրայելական թիրախը կրկին Լիբանանն է։ Ըստ փորձագետների, Իսլամաբադում ամերիկա-իրանյան բանակցային գործընթացում ամերիկյան կողմը հնարավոր է, որ համաձայնության գա միայն Իրանի նկատմամբ սանկցիաներ չկիրառելու հարցում։ ԱՄՆ-ն օրինակ որոշ ժամանակ Թեհրանին հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը օգտագործել եկամուտ ստանալու, Իրանում հսկայական վնասները վերականգնելու համար։ Թրամփը ակնարկել է, որ հնարավոր է նա հանի պատժամիջոցները չեղարկի պատժամիջոցները, Իրանը հնարավորություն ունենա վճարումներ ստանալ այն նավերից, որոնք անցնում են նեղուցով, Հորմուզով։ Ամերիկյան բիզնեսը թույլատրվել մոտ գործել իրանական շուկան, դեպքում 100 միլիոնանոց շուկա է։ Ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում է Իսլամաբադ, որտեղ պետք է հանդիպի իրանցի գործընկերների հետ։ Այսինքն նրանց հետ, ովքեր դեռ չեն հայտնվել ամերիկյան ռումբերի ու հրթիռների տակ։ Փորձագետների մի մասը համարում է, որ զինադադարն արդեն փլուզված է։ Սպիտակ տան մամուլի խոսնակն է լրագրողները ճեպազրույցում հայտնել, թե Թրամփը աղբար կղն է նետել Իրանի 10 առաջարկները, որակելով դրանք անլուրջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։